Սահմանադրության փոփոխություններն ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքների ընդունվել են։ Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը կողմ է քվեարկել ընտրողների 63.35%-ը, դեմ 32.35%-ը։ Հանրաքվեի դրված նախագիծը համարվում է ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների 1/4-ը։ Այո քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը 825.851, ոչ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը 421.600, քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների ընդհանուր թիվը 1.300.635։ ԿԸՀ-ի տվյալներով երեկվա քվեարկության ընթացքում ամենաակտիվը եղել են Արարատի մարզի ընտրողները, ամենապասիվը շիրակցիներն ու երևանցիները, այնուհանդերձ ԱՅՈ-ն հաղթել է հանրապետության բոլոր մարզերում, նաև մայրաքաղաքում։ Օրինակ Վայոց ձորում փոփոխություններն անցել են 78.5%-ով, Արարատում մոտ 78-ով, Գեղարքունիքում մոտ 76.5%-ով։ Ոչը հաղթել է Երևանի 13 ընտրատեղամասերից 2-ում, Կենտրոնի 9-րդ և 10-րդում, նաև որոշ քաղաքներում, Գյումրիում գրեթե 5000 ձայնի տարբերությամբ։ Հանրապետության երկրորդ քաղաքում մոտ 22,000 ընտրող ԱՅՈ է քվեարկել սահմանադրության փոփոխություններին, մոտ 27,000-ը ոչ։ Մարալիկում ոչ է ասել 1233-ը, ԱՅՈ 862-ը։ Սյունիքի 5 գյուղերում ներքին Խնձորեսկում, Սանահատում, Քաշունիում, Խդրանցում և Գոդեմնիսում ըստ ընտրատարածքային հանձնաժողովների տրամադրած տվյալների հանրաքվեի մասնակցությունը 100%-անոց է եղել, ընդ որում գյուղերից մեկում 822 հոգի է միաբերան ԱՅՈ ասել։ Կատարվել են ծանրագույն բազմաթիվ ընտրակեղծիքներ։ Մեր գնահատականներով այդ ընտրակեղծիքների ծավալը հասնում է 500,000 ձայնի։ Զուրաբյանի հայտարարությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր քաղաքական գնահատական որակեց։ Նշված հանգամանքները ուրեմն նախ պետք է ունենան փաստական հիմք։ Կներկայացվեն դրանց բոլորը սահմանված ժամկետներում կքննարկվեն եւ դրանց վերաբերյալ իրավական դիրքորոշումներ կլինեն։ Իսկ քաղաքական գնահատականներ, մոտեցումներ եւ այլն դրանք միշտ էլ հնչել են, կարող են հնչել։ ԿԸՀ նախագահը երեկ այդպես էլ չհանդիպեց դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում իշխանափոխության կոչերով հանրահավաք անցկացնող Նոր Հայաստանի ներկայացուցիչներին։ Նրանց խոսքով երեկ արձանագրված խախտումները հանրաքվեն անվավեր ճանաչելու հիմք են։ Մեր ներկայացուցիչը անգամ 2 անգամ է հանդիպել վերջիններիս հետ, խնդրելով, եթե կա դիմում կարող են փոխանցել, եթե ցանկանում են դիմում ներկայացնեն, կարող է տրամադրել նույնիսկ ուրեմն թուղթ, հնարավորություն, որպեսզի նրանք գրեն ներկայացնեն։ Եվ բնականաբար, եթե կներկայացվի նման դիմում, այդ դիմումը կդառնա պատշաճ քննարկման առարկա։ Հակառակ պարագայում, գիտեք, տարաբնույթ տեսակետների վերաբերյալ զրույցները եւ այլն, դրանք ըստ էության իրենցից որևէ իրավական ընթացակարգի չեն ենթարկվում։ Ընտրատարածքներ ստացվել են նաև վերահաշվարկի պահանջով դիմում բողոքներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այժմ դրանք ամփոփում է։ Հանրաքվեի վերջնական արդյունքները կհրապարակվեն քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը։